Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ 2018 թվականից հետո միայն 2024 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները ավելի քան կրկնապատկվել են։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետը ներկայացնելով կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով հետհեղափոխական 7 տարիների ընթացքում պետական բյուջե մուտք է եղել ավելի քան 4.2 միլիարդ դոլար, եւ սա համավարակի եւ պատերազմի տարվա ներառմամբ։ Թալանվածը ետ բերելու համար նախ պետք է հասկանալ թալանվածի տեղը եւ թալանի մեխանիզմը, որն առաջին հերթին ստվերային տնտեսությունն է, արհեստական մենաշնորհները, հարկերից խուսափելը։ Եվ այս երևույթների դեմ պայքարում է ձևավորվել վերը նշված հավելյալ, կրկնում եմ, լրացուցիչ, հեղափոխության բերած 4.2 միլիարդ դոլար բյուջետային եկամուտը։ Պետք է խոստովանեմ, որ թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը մեր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքն ու քննադատությունն է։ Բայց ուզում եմ միանգամից ասել, որ կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը հետևյալ պատճառաբանությամբ։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը այո տվել է թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու խոստում։ Բայց հեղափոխությունը եւ անձամբ ես խոստացել ենք նաեւ, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի եւ իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն ինչպես ենք համատեղելու այդ թվում է իրար հակասող օրակարգերը։ Իրականում օրակարգերը իրար չեն հակասում եւ մենք հենց այդ օրակարգերի իրակցմամբ ենք զբաղված եղել եւ շարունակում ենք դրանով զբաղվել, այն է բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին եւ Հայաստանի Հանրապետությունը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի եւ ինստիտուցիոնալ։ Սա հարցի իրավաքաղաքական եւ բարոյական կողմն է, բայց կա նաեւ գործնական կողմը։ Խնդիրն այն է, որ ինչպես ասել եմ բազմիցս, թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցեում, որ գնաս բարձես բեռնատարները եւ վերադարձնես։ Թալանվածը տեղաբաշխված է տարբեր տեղերում, տարբեր ձևերով։ Երբեմն դա Հայաստանում է, երբեմն արտերկրում, երբեմն մեզ հայտնի անձանց անունով է, երբեմն մեզ լրիվ անծանոթ դրածո անձանց անունով, երբեմն անշարժ գույք է, երբեմն գումար, երբեմն արվեստի գործ, երբեմն բաժնետոմս, երբեմն գողացված է անհատից, երբեմն կառավարությունից, երբեմն համայնքից, երբեմն իրավաբանական անձից։ Երբեմն օտարված է երրորդ անձի, որը բարեխիղճ ձեռքբերող է եւ կապ չունի թալանի եւ կոռուպցիոն սխեմաների հետ, շուկայում տեսել է իրեն հետաքրքրող ապրանք եւ օրինական կերպով պարզապես գնել։ Ինչ ենք մենք արել ուրեմն։ 2019 թվականից սկսել ենք թալանի գործյան հանգույցը արձակելուն ուղղված համակարգ ձևավորել։ Այդ գործը արել ենք հետևողական ու սկզբունքորեն։ Այդ գործը հետևողականորեն շարունակել ենք COVID-ի համավարակի, պատերազմի, ետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայինորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում, զուգահեռ տնտեսությունը աճեցնելով աննախադեպ չափերով 43.5%-ով։ Ուշադրություն դարձրեք, 2018-24 թվականներին Հայաստանի տնտեսությունը աճել է, իրական աճի մասին է խոսքը, 43.5%-ով։ Ինչպես վերը նշեցի, այս ոչ գործընթացի զուգահեռ բյուջեին բերելով լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար եկամուտ, ապահովելով մեր երկրի կայունությունն ու անկախությունը, մեծացնելով մեր երկրի ինքնիշխանությունն ու ինքնիրույնությունը, ապահովելով եւ երաշխավորելով երկրի ինքնիշխանության ամենանվազագույն ատրիբուտներ, օրինակ, որ Հայաստան մուտք գործող եւ Հայաստանից դուրս եկող քաղաքացիները անձնագրային հսկողություն անցնեն միայն ու միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից։
ճոխություն, որ մեր պետությունը 33 տարիների անկախության շրջանում իրեն այդպես էլ չէր կարողանում թույլ տալ։ Ապրիլի 13-ից 14-ը Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի ունեցել Եվրոպական եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային իրադարձությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները։ Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ գործընկերությունների խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական տարածքի ուղղությամբ արձակած կրակոցներին։ Ժան-Նոել Բարոն իր մտահոգությունն է հայտնել սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Թեմայի շուրջ գործընկերս Վահագն Հակոբյանը զրուցել է Արտեմ Երկանյանի հետ։ Ժան-Նոել Բարոն հայտարարություն է տարածել Լյուքսեմբուրգում, ուր շարունակում է իր աշխատանքը Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների այդ հավաքը, եւ նրա հնչեցրած մեղադրանքները շատ հասցեական էին, մեջբերեմ նրա խոսքերը, ինչ վերաբերում է Ադրբեջանի, ես մտահոգված եմ սահմանում լարվածության աճին, եւ հայտարարել է, որ այս կապակցությամբ անհրաժեշտ է հասնել դրան, որպեսզի եվրոպացի դիտորդների առաքելությունը ընդլայնվի եւ դիտորդները կարողանան լծակներ ունենան զսպելու այդ լարվածությունը։ Եվ նաև հստակ պահանջ է ներկայացրել Ադրբեջանին անհապաղ ստորագրել խաղաղ համաձայնագիրը եւ ազատ արձակել բոլոր գերիներին։ Բաքվում իհարկե շատերի դուրը չի եկել այս հայտարարությունը եւ Բաքվի անունից լիազորված է եղել պատասխանելու արտգործնախարարության մամլոխոսնակ Այհան Հաջիզադեն, ով Ֆրանսիային է մեղադրանքներ ներկայացրել, թե Ֆրանսիան զինում է Հայաստանին, թե հակաադրբեջանական քայլեր է իրեն թույլ տալիս եւ հետաքրքիր հանգամանք խաղաղ համաձայնագրի տեքստի վերջնական համաձայնեցումը Այհան Հաջիզադեն անվանել է ընդամենը մեջբերում եմ խաղաղ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքում արձանագրված պրոգրես ընդամենը, կարծում եմ դա տարբեր բաներ են։ Եվ ինչն էր իսկապես նորություն, որ նոր նախապայման է Բաքուն առաջ քաշում համաձայնագրի ստորագրման հետ կապված։ Թվարկելով մինչ այդ մեզ հայտնի նախապայմանները, Այհան Հաջիզադեն նաև հայտարարել է, որ որպես պայման Ադրբեջանը դիտում է այն, որ երրորդ երկրները, այդ թվում նաև Ֆրանսիան, պետք է դադարեցնեն իրենց դեստրուկտիվ միջամտությունը։ Թե ինչ են պատկերացնում դեստրուկտիվ միջամտություն ասելով դա իրենց գործն է, համենայն դեպս մինչ այժմ հնչեցված նախապայմաններում այսպիսի կետ կարծեմ չի եղել երբեք։ Վերջին շաբաթներին Բաքվի եւ Փարիզի միջև հարաբերությունները կարծես թե էլ ավելի են լարվել, ինչն է պատճառը։ Այո, դե լարվել էին դեռ այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսել էր հակաֆրանսիական բացահայտ սադրիչ քայլերը, երբ այսպես բաց աջակցություն էր ցուցաբերում Ֆրանսիայի կազմի մեջ մտնող տարածքների անջատողական շարժումներին, հա, եւ Գվիանայում, եւ Մարտինիկայում, եւ Կորսիկայում, եւ Նոր Կալեդոնիայում ֆինանսավորում էր, նպաստում էր, աջակցում էր անջատողական շարժումներին, որպեսզի նոր խնդիրներ ստեղծի Ֆրանսիայի համար։ Այսպես ամենաբացահայտ միջամտությունը Նոր Կալեդոնիայի դեպքում էր, երբ արհեստականորեն հրահարված բախումների արդյունքում 5 զոհեր եւ մի քանի տասնյակ վիրավորեր արձանագրված։ Վերջին շաբաթների ընթացքում նոր սադրիչ քայլեր Բաքուն իրեն թույլ տվեց։ Մասնավորապես Նոր Կալեդոնիայի մայրաքաղաքում հակաֆրանսիական ցույցում կրկին ադրբեջանական դրոշներ բարձրացան եւ կրկին այդպես կոչված Բաքվի նախաձեռնող խումբ կոչվող այդ միավորը, որը բացահայտորեն ֆինանսավորվում եւ ղեկավարվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից, առաջարկեց Փարիզին իր միջնորդի առաքելությունը Նոր Կալեդոնիայի հետ բանակցություններում այդ շրջանի Ֆրանսիայից առանձնացման պայմանների վերաբերյալ։ Դե այսպեսի բացահայտ սադրանքին Փարիզը չէր կարող չպատասխանել։ Բացի այդ Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները
հայտարարեցին, որ այսուհետ եւս աջակցելու են Կորսիկայի այն ուժերին, որոնք ձգտում են ինքնորոշման եւ Ֆրանսիայից անջատմանը։ Դրա հետևանքը եղավ այն, որ ապրիլի 10-ին Ֆրանսիայի ազգային ժողովում ընդունվեց բանաձև, որը դատապարտեց Ադրբեջանի միջամտության փորձերը, եւ այդ խորհրդարանական նիստում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարեց, որ կարող են ապացուցված համարել այն, որ Ադրբեջանն է օգտագործում իր ունեցած լծակները ֆրանսիական այդ տարածքներում իրավիճակը ապակայունացնելու համար եւ թվարկեց այն գործիքները, որի միջոցով Ադրբեջանը դա անում է։ Դա եւ ուղիղ ֆինանսավորում եւ այսպես թվային գործիքներ, այդ թվում նաեւ կիբերհարձակումներ, տեղեկատվական մանիպուլյացիաներ եւ այլն։ Արծեմ, իսկ ինչով կարող է Բաքվին պատասխանել Փարիզը։ Մի քանի օր առաջ Ֆրանսիայի տարածքների հարցերով նախարար Մանուել Վալսը շատ հստակ հայտարարեց, որ շատ շուտով Փարիզը կոշտ քայլեր է ձեռնարկելու ի պատասխան Ադրբեջանի այդ սադրիչ գործողությունների։ Հիշեցնեմ, անցած տարի Ֆրանսիայի Սենատում ստեղծվել էր հատուկ ժամանակավոր հանձնաժողով, որը լիազորված էր հետաքննել Ադրբեջանի միջամտությունը Ֆրանսիայի գործերին, այդ անջատողական շարժումներին աջակցություն ցուցաբերելով վերաբերյալ, եւ արդյունքում տարածվեց 357 էջանոց զեկույց, որում շարադրվում էին բոլոր այն ապացույցները, թե ինչ է Ադրբեջանը արել այդ դրա համար եւ բոլոր այն առաջարկները, թե ինչ պետք է անի Ֆրանսիայի իշխանությունը Ադրբեջանին հակահարված տալու համար։ Այս փաստաթուղթը ուներ բաց եւ փակ հատված, հավանաբար այդ փակ հատվածը երբեք մեզ հայտնի չի էլ լինի, բայց ոնց հասկանում եմ Ֆրանսիայում հակված են այդ փակ հատվածում շարադրված առաջարկներին ընթացք տալ եւ թե ինչ տեսք կարող են ունենալ այդ քայլերը առայժմ դժվար է ասել, բայց միջուկային գերտերություն Ֆրանսիան, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիան, կարծում եմ իր գործիքակազմում կկարողանա գտնել այսպես գործիքներ, որոնց Բաքվին համոզիչ կթվան։ Շնորհակալություն, Արծեմ։ Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, արտաքին գործերի նախարարության քաղաքական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սաիդ Խաթիբզադեի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը։ Հանդիպման առանցքում է եղել նաև համագործակցությունը արխիվային փաստաթղթերի փոխանակման բնագավառում որպես պատմական հիշողության պահպանման եւ գիտակրթական համագործակցության խթանման կարևոր բաղադրիչ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Ռուսաստանը հասկանում է Միացյալ Նահանգների հետ փոխշահավետ գործարքի եւ նոր ծուղակի տարբերությունը։ Նախարարի խոսքով այսօր, երբ Մոսկվային նորմալ գործարքներ են առաջարկում, դա ընկալվում է լավ իմաստով։ Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում Լավրովը նշել է, որ իզուր չէր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով հատուկ ռազմական գործողության ամենաթեժ պահին ասել է, որ իրենք սովորել են իրենց դասերը եւ ամեն ինչ երբեք այնպես չի լինի, ինչպես եղել է մինչեւ 2022 թվականի փետրվարը։ Միաժամանակ ռուս դիվանագետը ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերականգնումից հետո Մոսկվան չպետք է թույլ տա տնտեսական, տեխնիկական, ռազմական եւ այլ ոլորտներում կախվածության կրկնություն։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Մասկատում ապրիլի 19-ին։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպումը եւ բանակցությունները, որտեղ քննարկվել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ Իրանի պատվիրակությունը ներկայացնում էր երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Հանդիպումը տևել է ավելի քան 2.5 ժամ։ Դրա ընթացքում կողմերը դիրքորոշումներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի եւ Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հարցի վերաբերյալ։ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է հասնել Իրանի միջուկային ծրագրի կրճատմանը։ Դրա խոսքով Վաշինգտոնը պատրաստ է փոխզիջման գնալ Թեհրանի հետ։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 15-ին։